Ողջույն ընկերներ, ես Աստղիկն եմ, 8 տարիների հրուշակագործ եւ YouTube-յան իմ այս կանալում կիսվում եմ ձեզ հետ իմ տարիների փորձով ու գիտելիքներով։ Նախորդ վիդեոյում միասին պատրաստել ենք նման կաթնաշորային կուլիչներ եւ այսօր դրանք պետք է զարդարենք։ Դե ձեզ շատ չհոգնեցնեմ, գնանք միասին զարդարելու այս սիրուններին։ Առաջին հերթին մաստիկայից կպատրաստենք այսպիսի ծաղիկներ, որոնք պետք է նախ չորանան, հետո միայն դրանց կամրացնենք կուլիչների վրա։ Վերցնում ենք մի կտոր մաստիկա, ես այս դեպքում վերցրել եմ արդեն կարմիր ներկված մաստիկա։ Մի փոքր խաղում ենք նրա հետ, որպեսզի գա աշխատանքային ջերմաստիճանի եւ ավելի փափուկ լինի։ Դրան ավելացնում ենք SMS, դա հատուկ փոշի է, որը կարող եք գտնել տորթերի մասնագիտացված խանութներում եւ Viber-ում եւս կա։ SMS-ը խառնելուց հետո շարունակում ենք մի փոքր խաղալ մաստիկայի հետ, որպեսզի այն ամբողջությամբ ներծծվի։ Որից հետո մեր ստացված մաստիկան գրտնակում ենք եւ մաստիկայի համար նախատեսված այս գործիքի միջոցով ուղղակի կտրատում ենք։ Վիդեոյի նկարագրության բաժնում կթողնեմ մաստիկայով աշխատելու համար գործիքների արտիկուլը, որոնցից մեկն էլ հենց սա է։ Ստացված փոքրիկ ծաղիկները տեղափոխում ենք մաստիկայի համար նախատեսված հատուկ կովրիկի վրա։ Մաստիկայի համար նախատեսված այս շարիկանման գործիքի արտիկուլը եւս կթողնեմ նկարագրության բաժնում։ Դրանք լինում են տարբեր չափսերի, ես այս պահին օգտագործում եմ ամենամեծ չափսը շարիկի։ Ընդհանուր անցնում եմ ծաղիկի ամբողջ հատվածով, հետո միայն ծաղիկի թերթիկների մասը մի փոքր ավելի եմ բարակացնում։ Դրանով ծաղիկին տալու ենք ավելի նուրբ եւ ավելի գեղեցիկ տեսք։ Ստացված ծաղիկները ես ուղարկում եմ շոկոլադե շարեր պատրաստելու համար նախատեսված մոլդի մեջ, որտեղ նրանք պետք է մնան մինիմում 15 րոպե, որպեսզի պահպանեն իրենց ձևը։ Եթե մաստիկային մենք խառնած չլինեինք SMS, այդ 15 րոպեն պետք է տևեր մոտավորապես 1-ից 2 ժամ։ Այստեղ խնդրում եմ հաշվի առնել, որ սա ընդամենը երկրորդ վիդեոն է, որ ես նկարում եմ YouTube-յան կանալի համար, դրա համար էլ շատ հաճախ այս վիդեոյի մեջ ես նկատում եմ, որ կադրերը այնպիսին չեն, ինչպիսին ես ինքս կցանկանայի, որ լինեին։ Այդ ուղղությամբ ես իհարկե կշարունակեմ աշխատել, բայց իմ տված ինֆորմացիան դրանից հաստատ չի տուժում։ Այս էտապում ես վրձինի օգնությամբ ուղղակի ջրով թրջում եմ ծաղիկի մեջտեղի հատվածները եւ այնտեղ լցնում եմ փոքրիկ շարիկներ, որոնք ավելի կգեղեցկացնեն ծաղիկի տեսքը։ Ծաղիկներին ուղարկում ենք մի կողմ եւ մենք գնում ենք պատրաստելու մաստիկայից նապաստակ, որը կարծես գլխով մտել է մեր կուլիչի մեջ։ Դրա համար այս անգամ վերցնում եմ սպիտակ մաստիկայի փոքրիկ կտոր եւ դրան տալիս եմ օվալի տեսք։ Հետո վերցնում եմ շատ ավելի փոքրիկ մաստիկայի կտոր եւ դրանից ստանում եմ կլոր շարիկ ու ամրացնում եմ ջրի միջոցով, ստանալով նապաստակի պոչիկը։ Հաջորդիվ մաստիկայից կտրում եմ երկու նույն չափսի հատվածներ, դրանք կլորացնում եմ, այնուհետև ուղղակի ձեռքերի օգնությամբ դրանց տալիս եմ նապաստակի ոտքերի տեսք։ Դրանք ամրացնում եմ համապատասխան տեղերում եւ ինձ մնում է ընդամենը ընդգծել նապաստակի ոտքի թաթերը։ Դրա համար ես վարդագույն մաստիկայից շատ փոքր շարիկներ եմ անում եւ դրանք ամրացնում, ինչպես վիդեոում եմ ցույց տալիս։ Ամրացնում եմ այս անգամ եւս ջրի օգնությամբ։ Մինչև մաստիկան հասցնի չորանա, մեզ պետք է ինչ-որ կերպ անել այնպես, որ նապաստակի ոտքերը մնան վերևում։ Դրա համար ուղղակի նապաստակի ոտքերի տակ դնում եմ անձեռոցիկ։ Ընդամենը 10-ից 15 րոպե հետո կարելի է անձեռոցիկը հեռացնել։ Փայտիկի օգնությամբ մի փոքր խաղում ենք նապաստակի պոչիկի հետ, դրան տալով գեղեցիկ ու փափուկ տեսք։ Ընդհանրապես ճիշտը միայն պոչիկը անելն է, բայց ես կարծես թե ազարտի եի ընկել եւ ամբողջ նապաստակի մարմինը եւ ոտքերը եւս արեցի այդպես։ Անցնենք շոկոլադե դետալներ պատրաստելու, որով զարդարելու ենք այս գեղեցիկ կուլիչը։ Դրա համար ուղղակի պետք է ունենալ նման սիլիկոնե մոլդեր։ Եվ քանի որ այս պահին ես դեռևս չեմ հասկանում, թե ինչպես պետք է զարդարեմ այս կուլիչը, դրա համար լցնում եմ գրեթե բոլոր սիլիկոնե մոլդերը, որոնք ես ունեմ զատիկի համար նախատեսված։ Առաջինը ճուտիկն է, եւ քանի որ ճուտիկը գլխի հատվածով ընկած է ներքև, ես նախ դեղին շոկոլադի միջոցով լցնում եմ սիլիկոնի ներքևի հատվածը։ Եվ քանի որ ինձ մոտ դեղին շոկոլադը ավելանում է, մնացած մի քանի մոլդերի մեջ եւս դեղին շոկոլադով լցնում եմ։ Հետո դրանք ստացվելու են գեղեցիկ ձվիկներ, որոնք լինելու են փայտիկների վրա։ Ընդհանրապես յուրաքանչյուր մոլդի մեջ շոկոլադ լցնելուց հետո մոլդը պետք է մի լավ թափ տալ, որպեսզի բոլոր պղպջակները դուրս գան։ Սպիտակ շոկոլադ եմ ավելացնում ճուտիկի վերևի հատվածում եւ մնացած շոկոլադը ուղղակի լցնում եմ այլ մոլդերի մեջ։
Այստեղ նաև աշխատում եմ կանաչ գույնով, նորից մոլդը մի լավ թափ եմ տալիս և հետո արդեն դնում եմ փայտիկները։ Պատահական չէ, որ ես այս մոլդերը դրել եմ փայտե սինու վրա, քանի որ հենց այդ փայտե սինով է նրան պետք է ուղարկենք սառցախցիկ սառելու։ Եվ մինչ դրանք սառում են սառցախցիկում, ես սկսում եմ պատրաստել արդեն բանտիկը։ Ինձ թվում է այս ձևավորումը ամենապահանջվածն է լինելու այս տարի։ Մաստիկան ներկել եմ վարդագույն, որտեղ աշխատելու եմ, լցնում եմ մի փոքր կրախմալ և սկսում եմ գրտնակել մաստիկան։ Ուզում եմ նշել, որ այս դեպքում եւս խառնել եմ մաստիկային SMS։ Գրտնակում ենք ուղղանկյուն մի շերտ, այս գրտնակած շերտից ես կտրում եմ մի ուղղանկյուն, որի երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը մոտավորապես 6 սմ։ Այնուհետև ստացված ուղղանկյուն շերտը ես բաժանում եմ երկու հավասար մասերի և դրանցից ես հիմա կստանամ բանտիկի տեսք։ Բանտիկի երկու հատվածները ստանում ենք առանձին, հետո միայն դրանք միացնելու ենք իրար։ Այս գործողությունը նկարագրել մի փոքր կդժվարանամ, բայց ամեն դեպքում նայեք վիդեոն և ամեն ինչ այս դեպքում շատ պարզ երևում է, ինձ թվում է կկարողանաք կրկնել։ Որպեսզի մեր ուղղանկյունը գեղեցիկ բանտիկի տեսքով կանգնի, դրա մեջտեղի հատվածում դնում ենք անձեռոցիկ և այս անգամ եւս ընդամենը 15 րոպե հետո կարելի է հեռացնել անձեռոցիկը և մաստիկան իր տեսքը կպահի SMS-ի շնորհիվ։ Այս նույն գործողությունը անում ենք նաև բանտիկի մյուս հատվածի հետ։ Այսպես թողնում ենք 15 րոպե, դրանից հետո հեռացնում ենք ավելորդ հատվածները, որոնք առաջացել են մեր պատրաստման ընթացքում։ Բանտիկներին դնում ենք այն դիրքով, որով որ ցանկանում ենք, որ դրանք լինեն կուլիչների վրա կամ կարող է լինել տորթի դեպքում եւս պատրաստման եղանակը ընդհանրապես չի տարբերվում։ Գրտնակում ենք եւս մեկ ուղղանկյուն շերտ և դրանով ծածկելու ենք բանտիկները իրար միացնող հատվածը։ Գրտակած շերտից կտրում ենք ուղղանկյուն հատված, ուղղանկյուն հատվածը ծալում ենք այնպես, ինչպես ցույց է դրված վիդեոյում։ Մեր ստացած դետալը մի փոքր գրտնակում ենք և ինչպես ցուցադրված է վիդեոյում, այն միացնում ենք մեր բանտիկին։ Այս ամբողջ գործընթացը նկարագրել իմ ոսկեղենիկ հայերենով ես ցավոք սրտի չեմ կարող։ Դրա համար կխնդրեմ, որ վիդեոն նայեք և ամեն ինչ շատ պարզ ցուցադրված է, թե ինչպես եմ սա անում։ Կարծում եմ յուրաքանչյուր էլ կարող եք անել, ոչ մի բարդություն իրենից չի ներկայացնում։ Ուզում եմ անպայման հիշեցնել, որ բոլոր դետալները միանում են իրար ջրի կամ օղու միջոցով։ Իրականում կարծում էի, որ 5-ից 6 րոպեվա ընթացքում կարող եմ ձեզ բացատրել ամբողջ գործընթացը կուլիչների պատրաստման և զարդարման, բայց ցավոք սրտի չի ստացվում և հաջորդ վիդեոյում արդեն կտեսնեք, թե ինչպես եմ կուլիչները պատում գլազուրով և ինչպես եմ դրանք զարդարում։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։